Ինչու Հիսուս Քրիստոսը եկավ առաջին դարում։ Այս տեսանյութում կանդրադառնանք մի հարցի, որը շատերին է հետաքրքրում։ Ինչու Հիսուսը չեկավ ավելի շուտ կամ ավելի ուշ։ Ինչու հենց առաջին դարում։ Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր որդուն, որ ծնվեց կնոջից եւ մտավ օրենքի տակ, փրկագնելու նրանց, ովքեր օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Ինչպես տեսնում ենք, Աստվածաշունչը հստակ ասում է, որ Հիսուսի գալուստը պատահական չէր։ Աստված ընտրեց պատմության ամենապատրաստ եւ նշանակալից պահը, բայց ինչու հենց առաջին դարը։ Հիսուսը ծնվեց մի ժամանակաշրջանում, երբ հռոմեական կայսրությունը կառավարում էր ողջ միջերկրական ծովը, հսկայական տարածք, որը կապում էր Եվրոպան, Աֆրիկան եւ Փոքր Ասիան։ Առաջին դարում հռոմեական կայսրության գերիշխանությունը այդ տարածքներում բերեց ընդհանուր խաղաղության եւ կարգապահության։ Կառուցվեցին ճանապարհներ, որոնք կապում էին Ասիան, Աֆրիկան ու Եվրոպան։ Բարելավվեցին նավարկությունը, փոխադրման անվտանգությունն ու առևտուրը։ Սա նշանակում էր, որ Հիսուսի մահից եւ հարությունից հետո ավետարանը կարող էր արագ տարածվել ողջ աշխարհով, առանց միջազգային կոնֆլիկտների եւ սահման խախտելու խնդիրների։ Պողոս Առաքյալը ճանապարհորդեց Հռոմ, Հունաստան, Գաղաթիա, Ասիա եւ այլ վայրեր առանց սահմանային խնդիրների։ Այս ամենը հնարավոր չէր լինի դրանից օրինակ 1 կամ 2 դար առաջ, կապված տեղային կոնֆլիկտների եւ պատերազմների հետ։ Քրիստոսի ծննդից մոտ 4 դար առաջ հունական ազդեցություն եւ մշակույթը Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո տարածվել էր ողջ Մերձավոր Արևելքում։ Քաղաքներում տիրապետում էր հունարենը որպես ընդհանուր լեզու։ Նոր կտակարանը գրվեց հենց կոյնե, այսինքն այն ժամանակվա խոսակցական հունարենով, որպիսի հասանելի լիներ բոլորին։ Հունական մշակույթի եւ լեզվի հետ տվյալ տարածքներում մեծ ազդեցություն էր թողել նաեւ հունական փիլիսոփայությունը, որը բարձրացրել էր մարդկային մտածողության մակարդակը եւ շատերը փնտրում են ճշմարտությունը։ Հենց այս մտածողությամբ Հիսուս Քրիստոսի կողմից հնչեց «Ես եմ ճշմարտությունը» խոսքը։ Ինչպես նաեւ առաջին դարում հրեաների շրջանում տարածված էր մեսիական սպասումը։ Դանիելի մարգարեությունում գրված էր, որ Մեսիան կգա մինչև տաճարի կործանումը։ Առաջին դարի Հրեաստանում մարդիկ ապրում են որպես տրուկներ, օտարների, իսկ տվյալ ժամանակաշրջանում հռոմեացիների իշխանության տակ։ Նրանք աղոթում են փրկության, ազատության եւ Աստծո օրհնության համար։ Հրեաներն աղերսում են Տիրոջ օրվա գալուստը, բայց նրանք չէին պատկերացնում, որ Մեսիան կգա որպես խոնարհ ծառա, այլ ոչ թե որպես պատերազմող թագավոր, ով կազատեր նրանց Հռոմի լծից։ Ինչպես նաև առաջին դարում Հիսուսի գալուստը լրացնում էր 5 կտակարանի մարգարեությունները։ Մեսիան պիտի ծնվեր Բեթխեհեմում, ծնվեր Կույսից, Մեսիան պիտի սպանվեր եւ քաղաքն ու տաճարը պիտի ավերվեին։ Հռոմեական զորքերը Տիտոս զորավարի հետագայում կայսեր առաջնորդությամբ ավերեցին Երուսաղեմը մեր թվարկության 70 թվականին։ Եթե Հիսուս Քրիստոսը չգար առաջին դարում, ապա մարգարեությունները չէին կատարվի։ Աստծո ժամանակը միշտ կատարյալ է։ Նա աշխատում է ոչ թե մեր օրացույցով, այլ իր նախախնամությամբ։ Հատկանշական է նաև առաջին դարում ապրած մարդկանց ճշմարտությունն ընդունելու պատրաստակամությունը։ Առաջին դարում մարդկությունը հոգնել էր հեթանոսական կրոններից։ Հեթանոսական աստվածները նրանց համար արդեն չպատասխանող պատկերներ էին։ Մարդիկ փնտրում են կենդանի եւ իրական Աստծո։ Նրանք ուզում էին իմաստ, ուղղություն եւ լուսավորություն։ Իսկ Հիսուսը եկավ որպես ճշմարիտ Աստված մեր փրկության համար, որպես ճշմարիտ մարդ մեր փոխարեն ապրելու եւ մեռնելու համար։ Եզրափակելով, երբ հարցնում ենք, թե ինչու Հիսուսը եկավ հենց այդ ժամանակ, պատասխանը հստակ է։ Պատմությունը պատրաստ էր, լեզուները պատրաստ էին, մշակույթը պատրաստ էր, մարգարեությունները լրացել էին, մարդկությունը քաղցած էր ճշմարտության համար։ Այդ պահը Աստծո նշանակած պահն էր, եւ նա ուղարկեց իր որդուն ոչ թե դատելու, այլ փրկելու։ Հիսուսը եկավ ոչ շուտ եւ ոչ էլ ուշ, այլ այն ժամանակ, երբ ժամանակը լրացավ։